Պարոն Շահվերդյան, նախ օրվա խորհրդին անդրադարձեք, ինչ խորհուրդ ունի օրը ձեզ համար, առհասարակ այսօր Շուշիի 2020 թվականի օկուպացիայից հետո որքանով է կարևորվում հայ ազգի կողմից եւ ձեր գնահատմամբ այսօր Շուշիում գտնվող պատմական հուշարձանները հայկական ինչ վիճակում են եւ նպատակը Ադրբեջանի վերջնական որն է հուշարձանների հետ կապված։ Ես շատ լավ հիշում եմ այն օրերը, երբ սրտատրոփ սպասում ենք, երբ տեղի կունենա Շուշիի ազատագրումը։ Շուշիի ազատագրումը մեզ համար, արցախցիների համար, այդ պարագային եւ ամբողջ հայ ժողովրդի համար խորհրդանշում էր ոտքի կանգնելու, մեջքը ուղղելու հնարավորություն։ Այսօր խոնարհվում ենք այն բոլոր մարդկանց համար, թե քաղաքացիական անձերի, թե զինվորական համազգեստ հագած մարդկանց առջև, որոնք այս հաղթանակը կերտել են ու 500 տարվա ընթացքում առաջին անգամ մենք կարողացանք ունենալ հաղթանակ։ Դա Շուշիի ազատագրումն էր։ Հենց այդ է պատճառը, որ Շուշիի ազատագրումը մեզ բոլորիս համար չանցնող մի հատ մեծ արժեք է, անկախ նրանից Շուշին այսօր մեր տիրապետության տակ է թե ոչ, որովհետև ժամանակները փոխվում են, մենք կունենանք դեր հնարավորություն վերադառնալու Շուշի, եթե վերադարձը չմնա միայն երազանք, տեսիլ, այլ դառնա մեր յուրաքանչյուրիս նպատակը։ Ու այդ վերադարձը լինելու է։ Անդրադառնալով ձեր հարցի երկրորդ մասին, ուրեմն շատ կարևորում եմ, որ անընդհատ խոսվի ու ասվի այն ահռելի վնասների մասին, որոնք կրում է հայ ժողովուրդը Ադրբեջանի կողմից Արցախի օկուպացիայի հետևանքով։ Ադրբեջանական վարչախումբը ամեն օր, ամեն վայրկյան ոչնչացնում է հայկական ժառանգությունը։ Այսօր ամենամեծ թիրախում հայտնվել է Ստեփանակերտը, Արցախի մայրաքաղաքը, որը շատ արագ տեմպերով ոչնչացվում է նաև այն մշակութային ժառանգությունը, որը կար ու թողնվել էր Ստեփանակերտում։ Խոսքը մոնումենտալ արվեստի հուշարձանների մասին է, պատմության և մշակույթի հուշարձանների մասին է։ Ինչ վերաբերում է մայիսի 9-ի խորհրդին կապված հուշարձանների բնագավառի հետ, մենք բոլորս գիտենք, արդեն բազմաթիվ փաստեր հրապարակվել են այն մասին, որ զանգվածաբար ոչնչացվում են երկրորդ համաշխարհային պատերազմի հիշատակին կառուցված հուշահամալիրները, արձանները, որոնք ի դեպ եղել են Արցախի բոլոր գյուղերում։ Այս փաստերը բազմիցս հրապարակվում են ու սակայն չեն արժանանում թե միջազգային հանրության գնահատականի համապատասխան եւ թե ինչ որ խիստ զարմանալի է Ռուսաստանի Դաշնության համապատասխան գնահատականների։ Մենք ակնկալում ենք, որ միջազգային հանրությունը համապատասխան միջազգային կառույցները, այդ թվում նաև Հայաստանում գործող ICOMOS, Blue Shoals կազմակերպությունները իրենց դիրքորոշումները այդ հարցերի շուրջը պիտի արտահայտեն։ Նաև շատ կարևորվում է, որ Հայաստանի Հանրապետության օրվա իշխանությունները իրենց օրակարգի մեջ բերեն, կրկին վերադարձնեն հայկական մշակութային ժառանգության պահպանության խնդիրները Արցախում։ Պարոն Շահվերդյան, դուք խոսեցիք հաղթանակի ազատագրման մասին, որը տեղի ունեցավ 33 տարի առաջ, այդ ժամանակ տեղի ունեցած իրողություն էր, խոսելով ներկա իրողությունների եւ իրադրությունների մասին, կարծիքներ կան, որ հաղթանակը, որը մենք տոնեցինք 33 տարի առաջ, ճիշտ չպահվեց եւ հետագա գործողությունները, քայլերը ճիշտ չէին։ Ինչ պետք է արվեր, որոնք էին այն սխալ քայլերը, բացի 44 օրյա պատերազմից եւ հետո տեղի ունեցած գործողությունները, մինչեւ այդ ինչ սխալներ էին արվել։ Նայեք, շատ բարդ հարց եք տալիս, ընդհանրապես երկիրը
որոշ ժամանակ անց պատերազմից սկսել է ապրել խաղաղության, այսպես ասած, պայմանների մեջ։ Մենք մոռացել ենք այդ թվում նաև ժողովուրդը, որ ապրում ենք պատերազմի մեջ, որ պատերազմը ամենօրյա վտանգ է մեզ համար, որ պատերազմը մեր շեմին է։ Երևի խնդիրներից մեկը հենց դա է, որ ժողովուրդը մի քիչ սկսել է ապրել ավելի խաղաղ պայմաններին համահունչ ու մոռացել է, որ մենք ունենք էգզիստենցիալ թշնամի։ Պարոն Շավերդյան, դուք որ նշեցիք, որ վերադարձին հավատում եք, ինչպիսի պայմաններ պետք է ստեղծվեն, ինչպիսի պայմաններում եք իրատեսական համարում, որ այդ վերադարձը կարող է տեղի ունենալ։ Նայեք, առաջին խնդիրը այն է, որ Հայաստանի Հանրապետությունը որպես հայ ժողովրդի հավաքական իրավունքների պաշտպան վերադառնա հայկական օրակարգին ու սկսի զբաղվել արցախցիների վերադարձի իրավունքների առաջ մղումով։ Դա առաջին պայմանն է բնականաբար։ Մյուս պայմանների մասին Արցախահայությունը իր տարբեր ներկայացուցիչների, տարբեր մարմինների միջոցով բազմիցս արտահայտել է պայմանները, դա միջազգային կառույցների հովանու ներքո ու միջազգային գարանտիաների ներքո վերադարձի իրավունքի ապահովումն է, վերադարձն է, մշտական ցամաքային կապի ապահովումը Հայաստանի Հանրապետության հետ ու տեղական իշխանության ձևավորումը կամ պահպանումը մինչև որ հասնի ինքնորոշման իրավունքի իրացման հնարավորություն։